Այս ընտրությունները հերթական կամ սովորական չեն, սրանք ճակատագրական են։ Եվ մենք բնականաբար առավոտյան 07:00-ից բուռն ընթացքի մեջ ենք գտնվում։ Եթե ձեզ թվում է ընտրական գործընթացը բնականon եւ հավասար է, ձեզ դա ընդամենը թվում է։ Ցավոք սրտի արդեն ունենք հարյուրավոր խախտումներ արձանագրած։ Ասեմ ավելին, մենք աշխատանքները սկսել ենք երեկվանից, ինչպես ես խոստացել էի, ողջ իմ փորձառությունը անձնական եւ մեր հզոր կոլեկտիվի ու գործընկերների ներ ենք դրել հսկայական համակարգ ստեղծելու եւ ընտրական գործընթացի արդարությունը, հավասարությունը, թափանցիկությունը եւ ուղղակիությունը մաքսիմալ ապահովելու նպատակով։ Ժողովուրդ ջան, այս պահի դրության առաջին նորությունը, որ պետք է ձեզ տեղեկացնեմ, մենք վերահսկում ենք մասնակցելիություն ու մասնակցելիությունը տալիս ենք ամբողջ 2005 ընտրատեղամասերի մակարդակով։ Այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովը տալու է 3 ժամը 1 պարբերականությամբ մասնակցելիության թիվ, մենք ուժեղ Հայաստան դաշինքի անունից տալու ենք 2 ժամը 1 պարբերականությամբ մասնակցությամբ թվականակ։ Ասեմ, մասնակցությունը այս ժամի համար բավականին ոգևորիչ է։ Սա նշանակում է, որ մեր քաղաքացիները շատ շահագրգռված են իրենց ճակատագրով եւ գնում են այս ուղակի քվեն Հայաստանի ապահով ու ուժեղ ապագայի համար տալու։ Այս պայդրությամբ ունենք 187,917 թվականակ մասնակցելությամբ, սա 20 րոպե առաջվա տվյալ է եւ բնականաբար 2 ժամը 1 պարբերականությամբ թարմացնելու ենք եւ ես ձեզ հետ կապի մեջ կլինեմ, բայց հիմա կուզեի նաեւ մեր խախտումների մասին խոսել։ Իսկ խախտումները էական են թե բովանդակային, թե տեխնիկական առումով եւ մի բանի մասին են վկայակոչում, որ որոշ քաղաքական ուժեր անվստահություն ունեն իրենց հաղթանակի վրա, ինչը ավելի վտանգավոր է, փորձում են քաղաքացու կամքի վրա միջամտություն թույլ տալ։ Մեր առաքելությունն է հնարավորինս ապահովել, որ մարդիկ հնարավորություն ունենան արդար քվեարկության։ Հիմա սկսենք առավոտից։ Առավոտյան ժամը 07:00-ից մի շարք ընտրատեղամասերում արգելում են մեր վստահված անձանց մուտքը, որոշ տեղերում դա բովանդակային ու տեխնիկական խնդիր ուներ, նախ իրազեկեմ, եթե նման խնդիր էլի ծագի, ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը թույլ է տալիս յուրաքանչյուր քաղաքական ուժի ընտրությունների մասնակցող ունենալ երկուական ներկայացուցիչ ընտրատեղամասերում։ Այնուհետև ունեցանք բազմաթիվ ահազանգեր, որ տեխնիկական սարքերը չեն աշխատում պատշաճ կերպով, այսինքն որոշ տեղեր լույս անջատումներ արդեն իսկ արձանագրվել են ու վերականգնվել են, բայց որոշ ընտրատեղամասերում լույսը սարքի, որը պետք է վառվի, իսկ լույսը, երբ որ դուք մոտենում եք, մատնահետք եք տալի, անձը հաստատող փաստաթուղթ եք ներկայացնում, 3 տեսակի լույս կարող է ցույց տալ՝ կանաչ, դեղին եւ կարմիր։ Ըստ դրա էլ արդեն հանձնաժողովը հետագա ընթացքը տանում է։ Որոշ ընտրատեղամասերով սարքի վրայի լույսը չի աշխատել, ինչը մեզ լրջագույն մտահոգության տեղիք է տալիս։ Արդյոք սարքի հետ կապված աշխատանքներին կողմնակի միջամտություն տեղի չի ունեցել եւ բնականաբար եթե ծավալը մեծանա, մենք սրանք հետագայում փորձաքննության առարկա ենք դարձնելու։ Հաջորդ ընտրախախտումը, հաջորդը ընդհանրապես լրջագույն բովանդակության վրա ազդեցություն ունեցող խախտում կարող է հանդիսանալ։ Ահազանգեր ունենք, ինչը արդեն արձանագրվել է, որոշ ընտրատեղամասերում սարքերի տրված կտրոնի վրայի թիվը ընտրողի չի համապատասխանում ցուցակներում առկա իր թվին։ Այս երկուսը պետք է սինխրոնիզացված լինեն ու թվերի անճշտությունը լրջագույն հետևանքներ կարող է ունենալ եւ մեզ այս պայդրությամբ տալիս է մտահոգություն, որ հնարավոր է էլի կողմնակի արհեստական միջամտություն ընտրական գործընթացի վրա։ Հիմա ես ավելի տեսանյութեր, որոնք ահազանգման ենթակա են կներկայացնեմ ձեզ, տեխնիկական մի շարք այլ խնդիրներ են եւս տեղի ունեցել, ինչպիսին օրինակ ծրարներն են, եւ երեկվանից մենք ահազանգեր ենք ստանում, որ կոնկրետ
Երրորդ քվեաթերթիկը ունենում է խոտանված տեսք, կողքից պատռվածքներ, ճմրթված վիճակ, տպագրական հետքեր։ Այս բոլոր դեպքերի հետքերով բնականաբար կրկին արձանագրումներ ու ահազանգեր ենք իրականացնում, բայց առավոտվանից մեկ այլ լրջագույն մտահոգություն է ծրարների որակը։ Ընտրողին, երբ մտնում է քվեարկության, տրամադրվում են 1-ից 18 քվեաթերթիկները տրցակով եւ ծրար, որի մեջ ընտրողը պետք է մտնի քվեախոստ, ընտրի այս քվեաթերթիկներից մեկը եւ տեղադրի ծրարի մեջ։ Այս ծրարները որոշակիորեն անորակ են, իրենք թափանցիկ են եւ բնականաբար ընտրողի գաղտնիության իրավունքը խախտում են, այսինքն մարդը դուրս է գալիս ծրարի մեջ տեղադրված քվեաթերթիկով, տակից երևում է համարը, թե որ քվեաթերթիկն է մարդը վերցրել։ Սա ահազանգի տեղիք է տալիս եւ հարգելի հայրենակիցներ, փորձեք մի փոքր, եթե հնարավոր է, թաքցրած կողմով մոտեցնել, որովհետեւ այս պայծրությամբ բնականաբար ծրարների որակի խնդիր այլևս չենք կարող լուծել։ Հիմա բովանդակային խնդիրներին ասեմ, նաև կային որոշ ընտրատեղամասերում, ասեմ ավելին, երեկոյան մոտավորապես 100-ավոր տեխնիկական խախտումներ են արձանագրվել կահավորման հետ կապված։ Օրինակ, արկային լրացուցիչ տեսախցիկներ, ու ինչպես ես խոստացել էի, այդ տեսախցիկները ապահովել ենք, որ զմրսվեն, փակցվեն, որպեսզի լրացուցիչ վերահսկողության հնարավորություն ընտրողների կամքի վրա չլինի։ Ես եթե տեղյակ չեք, նորից ահազանգեմ, ահազանգեր էի ստացել, որ մարդկանց ասում են, որ գաղտնի տեսախցիկներով վերահսկելու են, թե ում է մարդ ընտրում, եւ ես ու մեր քաղաքական ուժը խոսքեր տվել, որ ապահովելու է մարդկանց ընտրական իրավունքի գաղտնիությունը։ Հետևաբար մեր խոսքին հավատարիմ մնալով, մեզ հարիր ձևով ստուգել ենք լրացուցիչ տեսախցիկ արկա չի լինելու ընտրատեղամասերում, ինչ էլ կա, բոլորը փակցված ու զմրսված են։ Սա մեկ։ Երկրորդը, մենք ահազանգ ենք ստացել, որ մարդկանց ստիպում են քվեաթերթիկ դուրս բերել, մասնավորապես մեր քվեաթերթիկները, որպեսզի ցույց տա, որ քաղաքացին մեզ չի ընտրել։ Հիմա ունենք արձանագրված նման դեպք ու ահազանգեր, որ մարդիկ իրենց հետ դուրս են բերել եւ հիմա ցույց կտամ նման օրինակ։ Խնդրում եմ, ընթացքում ես հիմա տեսանյութեր կհրապարակեմ եւ այս տեսանյութերում դուք կտեսնեք անթույլատրելի բովանդակային խախտումներ։ Տեսեք, ընտրատեղամասն է, քաղաքացին ընտրողը դուրս է գալիս, մոտենում է, արձանագրումը արդեն կա։ Կողքի աղբար կղն է։ Կներեք չենք հասցրել կրճատել, որովհետև ժամանակը սեղմ է, ահազանգերն էլ արդեն 1000-ն անցել են։ Խնդրեմ, ինչ է սա նշանակում։ Մարդը իր հետ դուրս է բերել քվեաթերթիկները, ինչ հավանաբար դրսից վերահսկողին ցույց է տվել եւ նետել է աղբար կղը։ Մեկ այլ խախտումը, որի հետ կապված մենք եւս ահազանգեր էինք ստացել, էլի հարգելի քաղաքացիներ, ես ձեզ դրա մասին ասել էի, եթե ձեզ ստիպում են լուսանկարահանել, մի տրվեք այդ սադրանքին, որովհետեւ կրկին արգելված է։ Ունենք ահազանգեր, որ որոշ հանձնաժողովականներ ոչ միայն չեն կանխարգելում, այլև նպաստում են, որ մարդիկ լուսանկարահանեն կամ տեսանկարահանեն իրենց քվեաթերթիկները։ Ես կրկին հիշեցնում եմ, որ տեղամասում չկա գրիչ կամ մատիտ, մարդը մտնում է, ընտրում է քվեաթերթիկը եւ դնում է ծրարի մեջ։ Եթե քվեախուցը գաղտնի է եւ քվեախուցի հետևի հատվածը որևէ մեկը նկարելու վերահսկելու իրավունք չունի, բայց եթե դրսի հատվածից ակնհայտ լսում է չխկոց կամ երևում է, որ մարդը հանել է իր հեռախոսը եւ փորձում է նկարել, հանձնաժողովի նախագահն ու անդամները պարտավոր են դա կանխարգելել, որովհետեւ դա արդեն քրեորեն պատժելի արարքի շրջանակ է գնում։ Ընդհուպ ասեմ դեպքեր ունեցել ենք բաց քվեարկություններ եւ եկել են ու կոնկրետ էլի այս պայծրությամբ ռեսուրսներ շահարկող ուժի պարագայում հրապարակել են քվեաթերթիկը եւ բաց քվեարկություն են իրականացրել։ Հիմա սրա հետքերով օրինակ ցույց տամ էլի հերթական տեսանյութը, որ տեսախցիկը պլոմբել ենք, էլի բացվել էր, բայց քանի որ մենք հետևողական ենք, էլի այն պարտավորեցնել ենք փակցնել եւ արձանագրում ենք կատարել։ Հիմա գնանք այլ ընտրախախտումներ, խնդրեմ։ Տեսեք,
խոտանված երրորդ համարի քվեաթերթիկներ, այսինքն տեխնիկապես քվեաթերթիկը փորձել են վնասել, որպեսզի մարդիկ ընտրելուց հետո խնդիր ունենան հաշվարկի ժամանակ անվավեր ճանաչելու հնարավորություն տալով տվյալ հանձնաժողովին։ Կրկին ասում եմ, նման տեխնիկական խնդիրները քվեաթերթիկի անվավերության հիմք չի կարող հանդիսանալ, որովհետև իրավասու մարմիններն են պատասխանատու այս քվեաթերթիկների պատշաճ տեսքի եւ որակի համար։ Հիմա առավոտվանից ձեզ ներկայացնեմ կրկին, ասեմ օրինակ այս պայդրությամբ ենթադրելի է, որ ուժի նարատիվն է եղել մեր հանդեպ հակաքարոզչությունը եւ առավոտվանից տասնյակ ընտրատեղամասերի մոտ այսպիսի թռուցիկներ են փռված եղել գետնին։ Սա հակաքարոզչություն է, անթույլատրելի է, կրկին իրավասու մարմինների ուշադրությունն եմ հրավիրում եւ կրկին մեր քաղաքացիներին տալիս եմ այն ուղերձը, որ այս հակաքարոզչությունը, ասեմ ավելին, այս մեր հետ կապված հակաքարոզչություն մի քիչ առաջ հենց հանրային հեռուստաընկերության եթերով էր իրականացում, ինչը կրկին հակաօրինական ու հակաիրավական է, ինչի հետ կապված կրկին թե հեռուստացության եւ ռադիոյի հանձնաժողովի, թե կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուշադրությունն եմ հրավիրում, բնականաբար մենք զեկուցով եւ առանձին արձանագրություն դիմումներով այս ամեն ինչը ֆիքսել ենք եւ դիմումներ ներկայացնելու ենք, բայց խնդրում եմ սա եւս որպես ահազանգ ընդունել։ Հիմա գնանք ավելի բուռն գործընթացներ ներկայացնելու ուղղությամբ։ Խնդրեմ, ընտրատեղամաս, սրա մասին արդեն ահազանգ արել ենք, բնականաբար ահազանգից հետո համալրում է եղել, ընտրատեղամասը ընդունում է քվեաթերթիկները, արձանագրություն է ստորագրում եւ հիմա կտեսնեք սեղանին, կներեք, ժամանակ խնայենք, եւ հիմա տեսեք, սա հանձնաժողովի նախագահն է, ով պատասխանատվություն է կրում պատշաճ որակի համար եւ ընտրասեղանին արկա չէ երրորդ քվեաթերթիկի տրցակը ընդհանրապես։ Եվ հիմա գնանք ամենավերջին ինտենսիվ միջամտություններին, տեսնում եք, տեղամասային կենտրոնում գյուղապետը վստահված անձ է, իդեպ արգելք կար, որը օրենսդրորեն հանվել է, ու կանգնած ընտրատեղամասում անընդհատ հրահանգավորումներ է իրականացնում, ուղղորդում է քաղաքացիներին, ու դուք պատկերացնում եք, չէ, բնականաբար գյուղում գյուղապետի ներկայությամբ ինչքան կաշկանդված են լինելու ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ գալու քվեարկության։ Եվ էպոպեյան վերջին դա կոնկրետ ընտրատեղամասում 25/28, խնդրեմ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորության թեկնածու Արամ Խաչատրյանի ներկայությունն է, ով կանգնում է եւ նաեւ ահազանգ ենք ստացել, որ ընդդիմադիր հայացք ունեցող մարդուն խոչընդոտել է, հրահանգավորել է չքվեարկելու։ Ամփոփելով հարգելի քաղաքացիներ, ես ուզում եմ ասել, որ նախ շնորհակալ եմ ձեր մասնակցելիության, ձեր պատրաստակամության համար, բայց կրկին ասում եմ, եկեք ընտրատեղամաս, եկեք, որովհետև տեսնում եք այս խախտումները, որոնք ես ընդամենը 2 ժամվա ընթացքում եմ դեռևս արձանագրել, վկայակոչում են մեկ բանի մասին՝ իշխանությունը եւ քաղաքական ուժը դիմել է ընտրախախտումների, որովհետև գիտեն, որ լեգիտիմ ճանապարհով հաղթանակը բավականին խնդրահարույց է լինելու։ Եկեք ընտրատեղամաս, որովհետև կարող են խախտումներ անել, բայց մեր միլիոնից ավելի ձայնը չեն կարող կեղծել, իսկ մենք համոզված եմ ունենք այդքան աջակիցներ, թույլ մի տվեք Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամքի վրա բռնանան։ Շնորհակալ եմ, խնդրում եմ կապի մեջ եղեք, ես գնամ էլի շարունակեմ մեր ինտենսիվ աշխատանքը եւ կրկին նոր խմբով եւ ինֆորմացիայով տեղեկատվությամբ կվերադառնամ։